Եվ այսպես հարգելի գործընկերներ ներկայացնում եմ օրակարգի նախագծի հարցերը։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին քաղաքացիական պայմանագրի կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Հայաստան շնորհապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին բոլորին դեմ եմ ժողովրդավար Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին ժողովրդավարական համախմբում կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Միասնության թևեր կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Հայաստան կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Այլաց առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Ռեֆորմիստներ կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցի քննարկում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին հերթական համարների տրամադրելու մասին հարց։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի մասին։ 5 քառակուսի մետր գերազանցող մակերեսով մետրոպոլիտենի տարածքում հասարակական տրանսպորտի կանգառներում վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջև բաշխելու մասին։ Եվ վերջինացած ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման նպատակով գումար հատկացնելու մասին հարց։ Հարգելի գործընկերներ, օրակարգի նախագծի վերաբերյալ հարցեր, դիտողություններ չկան։ Այդ դեպքում օրակարգի նախագիծը ներկայացնում քվեարկության, ովքեր են կողմ օրակարգի նախագիծը հաստատելու կողմ 6 դեմ չունենք, օրակարգը հաստատված է եւ 6-ա։ Ես ամեն դեպքում 6 եմ արձանագրել, որտեղ մենք 6-ով ենք նիստին մասնակցում։ Դուք, պարոն Սարգսյան, դուք չեք կարող տեղից խոսել, քանի ես ձեզ խոսք չեմ տվել, իսկ խոսք տալու հնարավորություն այս դեպքում, այս նիստում, կարծում եմ, չգիտեք, պարոն Սարգսյան, Պարոն Սարգսյան, դուք խոսելու համար պիտի ձայն խնդրեք, եթե ձայն ձեզ կտրամադրվի, դուք չխնդրեցիք, նստեք պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, նստեք, պարոն Սարգսյան, դուք, պարոն Սարգսյան,
Պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, նստեք։ Պարոն Սարգսյան, նստեք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության կարգը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Պատկացեք այո ու այլևս մի խոսեք, պարոն Սարգսյան։ Դուք, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Մենք, պարոն Սարգսյան, մենք չենք կանչել, մենք հրավիրել ենք կուսակցությունների յազոր ներկայացուցիչներին։ Պարոն Սարգսյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրել են յազոր ներկայացուցիչներին, որը մեկին չեն կանչել։ Դուք կարող եք չգալ ու եթե շարունակեք այսպես անդադ խոսել, ես ստիպված եմ լինելու ձեզ դուրս հրավիրել։ Պարոն Սարգսյան, բացառ չկա, ես նախագահի իրավունքով ձեզ ասում եմ, եթե դուք շարունակեք նիստը խանգարել, պարոն Սարգսյան, ես ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգ, որի համաձայն վերաբերման նիստերին, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Եկեք հարգելի գործընկերներ, եկեք մեր նիստը վարենք, եթե այսպես ասենք, մեր իրողությունն է այսպիսին է, մեր նիստը մենք պիտի վարենք։ Պարոն Սարգսյան, կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության Պարոն Սարգսյան, դուք լռեք, ոչ թե սպասեք, դուք լռեք, որովհետև նիստը խանգարում եք, հարգեք մյուս գործընկերներին, դուք միակն եք, որը որ այս տարիներին կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կուսակցության լիազոր ներկայացուցիչ, այսինքն կուսակցության առաջնորդ ինքը իրեն լիազորած ոչ չկա, բայց կրկնում եմ, որ միակն եք, խնդրում ենք ձեզ Ես նշանակել եմ լիազոր ներկայացուցիչ, օրենքի խախտում կա, որ հեռուստատեսությամբ հայտարարում է, ժողովրդին եմ օրոր, եթե օրենքի խախտում կա, հիմնվեք, իհարկե չկա, ուրեմն վեր, միասեք, ես ինձ նշանակել եմ օրենքի ուժով, վեր, ես պարսում եմ։ Անսա, դե լռեք, վերջ, հարգելի գործընկերներ, ձեր լիազոր ներկայացուցիչը, ձեր լիազոր ներկայացուցիչը պիտի լինի ենթակա նույնականացման, այսինքն այստեղ դիմակով մարդ չի կարող գտնվել։ Հարգելի դուք ձեր լիազոր ներկայացուցիչ եք։ Ես ևս լիազոր ներկայացուցիչ եմ, բայց մեր մյուս լիազոր ներկայացուցիչը չի կարող նստել։ Ես այսօր չտեսնայի, բայց քանի որ թույլ չեք տվել, որ ինքը ներսնի, ինքը ներքևս ասում։ Ոչ թե մենք թույլ չենք տվել, իրականում ոստիկաններն են Խնդրեմ, ասեք Թուբարցյանը, ասեք, որ բայց դեմքը բաց, այսինքն եթե դեմքը փակ է, չի կարող, որ մեկը դեմքը փակ ներս գա։